Երևանում քանդում էին ապօրինի բենզալցակայանները, բայց դրանց տեղում նորերն են աճում։ Նույն հասցեներով, նույն խախտումներով, նույն սեփականատիրոջ անունով։ Ահազանգը հնչեցնում է ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նրա խոսքով նախորդ տարի չթույլատրված հատվածներում կառուցված շուրջ 40 բենզալցակայանների քանդումից հետո նույն վայրերում այժմ կառուցվում են արդեն գալֆ բենզալցակայանները։ Նույն նորմերի խախտումով, ինչը որ քաղաքապետարանը քանդեց, նույն նորմերով էլ խախտումով կառուցեցին գալֆ բենզալցակայանը, որը արդեն ակնհայտ է դառնում, որ դա քաղաքական որոշման արդյունքում է եղել, այդ կոռուպցիոն, հովանավորչությունը բոլորին էլ հայտնի է, որ գալֆ բենզալցակայանները ում է պատկանում։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունների մասին է։ Նրա մյուս ընկերությունը Ռանոյլը արդեն վաճառում է Ադրբեջանից ներկրված պրեմիում բենզին ռուսականից մոտ 90 դրամով էժան։ Մինչդեռ Սուքիասյանին պատկանող գալֆը հայտարարում է, ադրբեջանական պրեմիում չի վաճառում։ Չախոյանը այդ հայտարարությունը տրամաբանական չի համարում։ Ասում է, Երևանում Ռանոյլի ընդամենը 2 կետ կա։ Դրանցից մեկը արդեն քանդվել է, եւ դրա փոխարեն կառուցվում է գալֆ։ Հետևությունը ըստ նրա ակնհայտ է։ Միասնիկյան պողոտայում առանց շինարարական թույլտվությամբ Ռանոյլ բենզալցակայանի տեղը վերակառուցվում է եւ այդտեղ գալֆն է կառուցվելու եւ հենց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական գրությամբ հաստատվում է, որ այդ ամենը առանց շինարարական թույլտվությամբ է։ Վառելիքի շուկայում գործող մյուս խոշոր ընկերություններում ռուսական պրեմիում բենզինի գինը շարունակում է մնալ 520 դրամ։ Ֆլեշ ընկերությունում ասում են, դա իրենց ինքնարժեքն է եւ գնիչեցում անել չեն պատրաստվում։ Եթե ինքնարժեքը բարձր եղավ, ես չեմ դուք ոնց եք կարծում, կարող է ինքնարժեքը բարձր ապրանքը չի հավասարի այդ ցենը։ Դա ապրանքը բերվել է ինքնարժեքով ցածր է եղել, իրանք են որոշում իրանք վառելիքի ինչ գնով վաճառում։ Հայաստանում վառելիքի շուկայում գործում է ընդամենը 4 խոշոր խաղացող։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով ներկայում շուկայից դուրս մղվելու վտանգ չկա, սակայն իշխանության հետ կապվող գործարքները կարող են փոխել խաղի կանոնները։ Եթե այս գործարքը իշխանության աջակցությամբ, միջնորդությամբ շարունակվի, ապա շուկայում վերաբաշխում է լինելու։ Այսինքն, եթե այս պահին CPS-ը ֆլեշին բաժին ընկնում շուկայի 60%-ից ավելին, ապա կարող է կտրուկ նրանց մասնաբաժինը նվազել, որովհետև իշխանական աջակցության կամ իշխանական պայմանավորվածությունների շնորհիվ նոր այս խաղացողները կարող են խաղի կանոնները փոխել, վերաբաշխումներ կատարել վառելիքի շուկայում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այլ կերպ են նայում խնդրին։ Հանձնաժողովի անդամ Աննա Պետրոսյանը կարծում է, գնի տարբերությունը շուկայում վճռորոշ չէ։ Օրինակ մենք ունենք ընկերություն, որը ավելի թանկ է համեմատաբար ավելի բարձր գնով է վաճառում, քան մյուս 4 ընկերությունները, շահել ընկերությունը, բայց ընկերությունը կարողանում է շուկայում իր դիրքը պահպանել, կարողանում է վաճառել իր բենզինը եւ կարողանում է ստեղծել է իր սեգմենտը, ովքեր ձեռքբերում են իրականացնում ընկերությունից։ Մինչ պետական կառույցները շուկան նորմալ են գնահատում, քաղաքում շարունակում են կառուցվել բենզալցակայաններ առանց թույլտվության։ Եվ խնդիր է դառնում ոչ միայն վաճառքի անհավասար պայմանները, այլ այն, ով ունի արտոնություն խախտելու օրենքը, իսկ ով ոչ։